Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ Առաջին ալիք Ամերիկան ներկայացնում է Ողջույն, առաջին ալիք Ամերիկայի եթերում հայրենակիցն եմ։ Հաղորդաշար, որը բացահայտում է այնպիսի պատմություններ, որոնք հաճախ ընդգրկում են միանգամից մի քանի երկրների աշխարհագրական եւ մշակութային սահմաններ։ Մեր պատմությունների հերոսներն այն մարդիկ են, որոնք չնայած ձևավորվել եւ կայացել են մշակութային տարբեր միջավայրերում, սակայն իրենց ճանապարհի մի կարևոր կետում կանգ են առել, հասկանալու, թե որտեղ կարող են լինել առավել լիարժեք եւ իրացված։ Մեր այսօրվա հերոսուհին Գայանե Արթինն է։ Նրա կենսագրությունն անդադար փնտրտուքի պատմություն է։ Միջավայրից միջավայր, փորձից փորձ, մինչև վերջնական ընտրություն։ Գայանե, ողջույն, ինչպե՞ս եք։ Բարև ձեզ, շատ լավ է։ Գայանե, այսօր խոսելու ենք ձեր կյանքի գործունեության եւ իհարկե Հայաստան տեղափոխվելու մասին։ Պատրաստ եք։ Պատրաստ եմ։ Դուք հայրենիք եք տեղափոխվել Գերմանիայից, սակայն այսօր արդեն ունեք բոլոր իրավունքները ձեզ համարելու Հայաստանի լիիրավ քաղաքացի։ Ինչպես է ստացվել այս անցումը եւ ո՞րն էր այս ճանապարհի ամենաբարդ փուլը։ Ամենաբարդ փուլը որոշումն էր, որովհետեւ արդեն տևական քանի տարի այդ մտքերը կան եւ այնտեղի գործունեությունը այդքան հեշտ չի ամենը թողնել եւ մի օրվա մեջ տեղափոխվել։ Սա այն, որ ասում եմ, դրանով արդեն քանի տարի է պլանավորում ենք եւ օրերից մի օր որոշեցինք, որ վերջնական արդեն այնտեղ կարելի է բոլոր սահմանները կտրել եւ տեղափոխվել։ Ամբողջությամբ տեղափոխվեցիք, թե դեռևս երկու երկրներից չեք։ Ես արդեն ամբողջովին եմ տեղափոխվել, իսկ ընտանիքի անդամները դեռ կամած փուլով, որովհետեւ դեռ ոչ շփած երեխա ունենք այնտեղ։ Շատ լավ։ Գայանե, մի քիչ ավելի հետ գնանք եւ խոսենք ձեր արմատներից։ Ովքեր են ձեր նախնիները եւ ինչպես են նրանք հաստատվել Գերմանիայում։ Ծնողներս ծնվել են, մեծացել են Գորիսում, ուսանող ժամանակվանից եղել են Հայաստանում եւ ես ծնվել եմ այստեղ, մեծացել եմ այստեղ եւ 15 տարեկանում իրանք 93 թվականին որոշել են տեղափոխվել Գերմանիա։ Ես այստեղ վերջացրել եմ 9-րդ դասարանը եւ այդ տարիքից Գերմանիայում եմ։ Ինչպես ընդունեցիք այդ նորությունը, որ պետք է տեղափոխվեք։ Շատ սպոնտան, ընդհանրապես տևել է մի քանի շաբաթ, որ իրանք որոշումը կայացրել են։ Դե ես էլ ինչ պետք է ասեի։ Տենց տեղափոխվել ենք եւ այնտեղ պետք է ես ուսումը շարունակեի, եթե ես այստեղ մնայի, մայրս իր մասնագիտությունը բժշկուհի է, հայրս ինժեներ, եւ եթե այստեղ մնայի, շարունակեի բժշկություն սովորեի, ուսանեի, այդպես արդեն նախապատրաստումը դրա վրա էր, դե տեղափոխվեցին Գերմանիա եւ պետք էր այնտեղ կողմնորոշվել, լեզու սովորել, տենց ընդունեցի Վարշավիր եւ կոսմետոլոգիա այնտեղ քոլեջ է, որ տևում է 3 տարի։ Դե պատկերացրեք 15 տարեկան աղջնակ լեզու չգիտի, հայտնվում է այդտեղ քոլեջում։ Բայց հաղթահարեցի, օտար հասարակության մեջ հաղթահարեցի եւ անգամ լավ սովորելու համար 3 տարին կրճատեցի 2.5 տարի։ Եվ այդ ընթացքում արդեն ես ամուսնացա։ 3 հատ երեխա ունենք, իրանց այդ հայրենասեր պահելը, հայրենասիրական այդ ոճը այնքան ենք դրել մեր երեխաների մեջ, որ դա չել կասկածվում, որ պետք է օրերից մի օր իրանց ամեն ինչը ներդնեն Հայաստանում։ Բոլորը կողմ էին հայրենիք տեղափոխվելու որոշումը։ Բոլորը կողմ են, բոլորը ավելի շուտ են սկսել, քան թե ես։ Ես երևի վերջինն եմ, որովհետև դե այդ հոգեբանական, որ ինձ ինչ որ տարիքում տեղափոխել են ուրիշ երկիր, հիմա ուրիշ տարիքում ես նորից ինչ որ բոլորը որոշում են նորից ես տեղափոխվեմ, ուզեցի, որ ես այդ սրտանց այդ բանը կայացնեմ, հա։ Ավելի շատ երևի ձեր մտահոգությունները երեխաների հետ էին, չէ՞ կապված։ Երեխաների հետ, երեխաները ավելի վստահ են իրանց որոշման մեջ, քան թե անգամ կարող եմ ասել ես, որովհետև բոլորը շատ հայրենասեր են։ Ունեմ 2 դուստր, որ Սարանել իր գործունեությունը էլի դեպի Հայաստան, տարբեր տեղերում Գյումրիում, Գորիսում, Երևանում պրակտիկա կայացրեց եւ որոշեց մնալ Հայաստան։ Գտավ շատ լավ աշխատանք, աշխատեց, այստեղ մնաց 3 տարի, այդ կորոնայի տարիներին մի քիչ դժվար էր, որոշեց նորից տեղափոխվել, երկրորդ ուսումը ստանալ Գերմանիայում։ Մյուս աղջիկս էլ ֆուտբոլիստ է, ազգային հավաքականի ավակն է,
Իրա ինքն էլի ոչ մի օր չի մտածել, որ կարող է Գերմանիայի հավաքականում շարունակի, այլ որոշել է, որ խաղա հայկական հավաքականում։ Շատ Ինքն էլ անընդհատ Հայաստան եւ տարբեր երկրների մեջ է։ Դրա համար բոլորը հենց այստեղ են, էլի։ Իմ ծնողներս ճիշտ ասեմ, որ 3 տարի հետո, իրան Գերմանիայում մնալուց հետո որոշեցին տեղափոխվել նորից Հայաստան։ Մայրիկս միշտ ասում էր, ես գնամ հետ, գնանք մենք հետ, որ դու անընդհատ նորից գաս Հայաստան երեխաներ եւ իսկապես այդպես է եղել։ Ես ամբողջ ամառվա արձակուրդներին իմ 2 երեխաների հետ միշտ եղել եմ այստեղ։ Դրա համար երբեք Հայաստանը մեզնից չի հեռացել, այլ պլանը այդպես է եղել, որ օրից մի օր, դե իհարկե եթե երեխաները այդքան չուզենային, այո, այդքան էլ չէի կանի։ այդքան չէին կարողանում, ես չէի կարողանալ այդքան որոշում կայացնել։ Գայանե, հետաքրքիր է ձեր առաջին տպավորությունները Հայաստան տեղափոխվելուց հետո, արդեն երկրորդ անգամ, երբ դուք հնարավորություն ունեիք համեմատել այժմյա Հայաստանը եւ այն ժամանակվա Հայաստանը, որը դուք թողել եք եւ տեղափոխվել Գերմանիա, արդյոք տարբերությունները շատ էին։ Տարբերությունները դե 90-ական թվականները իհարկե չի կարելի համեմատել այսօրվա հետ, դե հա տարբերությունները շատ են այնտեղի նկատմամբ, բայց ոչ բացասական, այլ ավելի մեր համար դա ավելի դրական է։ Գարանե, խոսենք ձեր գործունեության մասին, եթե չեմ սխալվում, դուք գեղեցկության եւ խնամքի ոլորտում արդեն շուրջ 15 տարվա փորձ ունեք։ Ինչպես դուք էլ նշեցիք, մասնագիտական կրթությունը ձեռք եք բերել Գերմանիայում։ Ինչ ընտրեցիք այս ոլորտը եւ ինչ է տվել գերմանական փորձառությունը ձեզ։ Սովորել եմ, երկարատև պաուզա եմ տվել երեխաների մեծացնելու համար, 2 աղջիկներիս, հետո որոշվեց, որ ես պետք է արդեն աշխատեմ, ամուսինս ասեց, որ ավելի ճիշտ կլինի, որ իմ անձնական սալոնը լինի գեղեցկության, այդ դեպքում պետք է Գերմանիայում շատ խիստ են օրենքները, այնտեղ չես կարող ուղղակի բացել գեղեցկության սրահ։ Պետք է թե մասնագետ լինես, թե հատուկ ինչ-որ տիտլներ գոյություն ունեն, հա, մայստերի տիտլ, այդ էլ շատ բարդ քննություն է, պետք է անցնվի այդ սեմինարները, այդ էլ անցա, այդ էլ վերցրեցի եւ բացեցի գեղեցկության սրահ, որ գործունեությունը տևեց 13 տարի։ Այդ ընթացքում ունեցել եմ իմ մազերի խնամքի բրենդը, հետագայում որոշեցի ինչու համար կոսմետիկան ավելի շատ, որովհետև տարբեր ցուցահանդեսների մասնակցելով տեսնում եմ ինչ-որ յուրօրինակ պրոդուկտներ, շատ բրենդերի համար աշխատել եմ նաև ներկայացրել եմ պրոդուկտները, իրենց օրինակ ունեցել եմ 2 հատ մեծ սեմինար Երևանում, ես միշտ սիրել եմ նորարարություն, հա, դա օրինակ չկար Հայաստանում, որոշեցի բերեմ այստեղ։ Դրա ընթացքում զգացի, որ երբ որ քոնդ չի բրենդը, չես կարողանում որոշել ինչ որ այս փաթեթը այսպես լինի։ Այդպես ծագեց, որ կոսմետիկայի ոլորտում էլ ունենամ իմ բրենդը։ Եվ ինչպես որ ասում եմ, տարբեր ցուցահանդեսներում ընտրում եմ այնպիսի ապրանքներ, որ նորարար են։ Օրինակ մեր բրենդի մեջ այնպիսի մասկա գոյություն ունի, որ ուրիշ բրենդերում չկա։ Այդպիսի նորարարություններ եմ սիրում, որպեսզի այնպիսի հավաքածու լինի, որ ամենտեղ ինչ-որ 100-րդ կրեմը չունենանք, այլ ինչ-որ յուրահատուկ կրեմ ունենանք։ Սահուն անցում կատարեցինք դեպի ձեր սեփական բրենդը Artins-ը, խոսենք բրենդի անցած ճանապարհի մասին։ Ընդամենը 1 տարվա, նույնիսկ ավելի գործունեություն ունի, բայց բավականին մեծ հաջողություններ ունեք գրանցած։ Խնդրում եմ պատմեք։ Իմ նպատակը եղել է ոչ Գերմանիայում վաճառքը, այլ ավելի շատ Հայաստանում։ Բերել նորարար պրոդուկտներ Հայաստան, այստեղից մեր հայ սպառողին, այսպես ասած, ու հետագա մեր պլանները այնպես են, որ այստեղից արդեն դեպի Սփյուռք, դեպի Ամերիկա, դեպի արտահանելու ենք։ Օրինակ հունվարին ես արդեն եղել եմ Գլենդելում, որպեսզի հետագայում էլ արդեն ունենանք USA-ում էլ։ Հիմնականում խնամքի միջոցներ են։ Այո, տնային արտադրանքը, եւ արդյոք հայ սպառողը ինչ որ յուրահատկություններ ունի, որոնք ձեր արտադրանքը անելիս հաշվի եք առել։ Իմ ամբողջ նպատակը այն է, որ նորարարություն լինի։ Նորարարություն, ինչ որ նյութեր լինեն, ես այդքան կողմնակի չեմ լրիվ օրգանիկ ապրանքների, որովհետև մեր հիմիկվա առօրյա կյանքը այսպիսի աղտոտվածություն դրսում ամեն ինչը իմ կարծիքով, որ ավելի ճիշտ է, որ նորարար նյութերով օրինակ մաքրվի, խնամվի, կնճիռների դեմ պայքարվի։ Իմ մտածելակերպը այդպես է եւ շատ նորարար լավ բրենդեր կան, որ դա անում են։ Մենք էլ մեր լաբորատորիան գտնվում է Գերմանիայում, որի հետ համագործակցում ենք, այնտեղ արտադրում մեր նյութերը,
մեր պրոդուկտները այնտեղից լցոնված եւ ինչ որ հնարավոր է անում ենք այստեղ։ Գանե, ինչպես գիտենք, Գերմանիան տարբեր առումներով օրինակելի երկիր է, այդ թվում եւ բիզնես մշակույթի տեսանկյունից։ Հետաքրքիր է բիզնեսի վարման ինչ առանձնահատկություններ կարողացաք տեղայնացնել Հայաստանում եւ որոնք էին օգտակար։ Այնտեղի օրենքներն ավելի բարդ են, ավելի դժվար են։ Այնտեղ բիզնես կառավարելը շատ։ Չեմ կարող ձեզ ասել, որ լիքը ունենք Հայաստանից գործարարներ, որովհետև ոչ մեկ այնտեղ ռիսկ չի անում ինչ որ բիզնես բացի, որովհետև շատ դժվար է այնտեղ։ Դրա համար մեր համար նորություն չի դա, որ պետքա օրենքին սահմանել եւ պահպանել օրենքը։ Գայանե, ինչպես է ստեղծվում ձեր արտադրանքը։ Գաղափարը մտովի, իմ տեսածներս, ինչ որ կան նորարար ապրանքներ, որոշում եմ փնտրում եմ տարբեր տեղեր, ինչպես կարելի է ամենալավը դրան լուծում տալ, եւ հետո արդեն սկսում ենք մտածել ինչպես կարելի է դա հասցնել հաճախորդին։ Իսկ ովքեր են ձեր հիմնական սպառողները եւ արդյոք ձեր արտադրանքի միջոցով նաեւ փորձում եք փոխել նրանց պատկերացումները գեղեցիկի եւ խնամքի վերաբերյալ։ Ես փորձում եմ այնպես փոխել, որ բնականը ավելի ճիշտ է։ Ես ինքս էլ բնականի կողմ եմ, այսինքն ես ծնված օրվանից մայրիկիս երբ որ աչքս բացեմ, տեսել եմ ինչ որ խնամքի նյութեր դեմքին, ինչ որ բաներ, եւ հասկացա, որ միջև տարիքային ճիշտ է, ասում են միշտ բոլորը գեները կապ ունեն, բայց չէ որ ես ունեմ համեմատելու բաներ մայրս եւ իր քույրերը, երբ որ իմ մայրս արել է, մյուսը չի արել, ինչպիսի տարբերություններ ենք տեսնում։ Ես այնտեղ աշխատում եմ օրինակ 80 տարեկան մի հատ հանրահայտ կոսմետոլոգի հետ, որը որ ինքն էլ ունի ստուդիաներ եւ ինքը աշխատել է հանրահայտ բրենդերի հետ, անուններ չտամ, որ իր դեմքը երբ որ տեսնում ես, հասկանում ես, որ խնամքով կարելի է երկարատև պահպանել դեմքը շատ խնամված։ Դրա համար ես էլ կողմ եմ միայն բնականին, իհարկե խնամքին։ Խնամքը պետք չի դադարեցնել։ Մենք փոքր երեխաներին միշտ կրեմներ ենք քսում ու օրերից մի օր դադարեցնում ենք։ Խնամքը պետքա շարունակական լինի։ Մշտական 10 տարեկանն էլ, 15 տարեկանն էլ իր տարիքային խնամքը պետքա կատարվի։ Ուզում եմ փոխել այստեղի մտածելակերպն էլ, բայց տեսնում ենք տենդենսը դրա, որ ավելի շատ բնականին են գնում։ Հետաքրքիր է, որ տարբեր ժամանակներում մարդկանց մոտեցումները եւ պատկերացումները գեղեցիկի հանդեպ տարբեր էին։ Այսօր գեղեցիկը ինչ չափանիշներ ունի։ Ավելի շատ բնականը, իմ կարծիքով, ես միշտ եմ այդպես եղել, բայց հիմա նկատում ենք ավելի տենդենսը, դե Գերմանիայում դրա մասին չխոսենք էլ, որ մազերը չներկեն, լրիվ բնական, բայց այստեղ էլ նկատում եմ, որ շատ աղջիկներ, օրինակ, այն բաց գույներից նորից փոխում են իրենց բնական մազի գույնը։ Այսինքն հասկանում են, որ դա իրանց ավելի է վայելում, քան թե ինչ որ արհեստական գույներ, արհեստական հավելումներ դեմքի վրա։ Գանե, հետաքրքիր է, ժամանակ առ ժամանակ դուք ուսումնասիրում եք, վերլուծում եք հայկական ձեր մրցակիցներին։ Այո, իհարկե, առանց դրա անհնար է, հենց սկզբից էլ շուկա մտնելուց էլ պետք է իմանաս ով են։ Իրանց մրցակից չենք համարում, որովհետև դե ամեն մարդ իր տարբեր բաներն են անում, մեկը օրգանիկա, մեկը բնական է, աշխարհում այնքան բրենդեր կան, բոլորն էլ լավ են գործում։ Դրա հետ չեմ ուզում, ես ուզում եմ ինչ-որ նորարարական, լրիվ ուրիշ ուղղություն լինի, այդպես այն պլաններս։ Իսկ դուք բացառապես միայն ձեր արտադրանքից եք օգտվում, թե ժամանակ առ ժամանակ նաև ձեր մրցակիցների ընկերությունների։ Չէ, դեմքի խնամքը միայն մերն եմ օգտագործում, իհարկե դեկորատիվը ուրիշ, բայց դեմքի խնամքը շատ երկար ժամանակ է արդեն օգտագործում եմ մերը։ Գայանե, գիտենք, որ դուք նաև համաժողովների կազմակերպման փորձ ունեք, որքանով է ձեր բիզնեսին օգնել այս փորձը։ Տարբեր երկրներում ես մասնակցում եմ ավելի շատ ցուցահանդեսներին, ինչպես որ ասեցի, 2 անգամ սեմինար ենք մենք ինքներս կազմակերպել, ես իմ աղջկաս հետ բերել ենք նոր կոլագենային թելեր Հայաստան, ինչպես են կազմակերպում, դե հիմիկվա ժամանակաշրջանը այնպես է, որ on-line ամեն ինչ հնարավոր է հետաքրքրվել, ես շատ մանրակրկիտ եմ ամեն ինչը հետաքրքրվում, ինչը ոնց, թեկուզ հիմա ասենք թե մեր բիզնես, մեր ստուդիայի համար էլ ամեն ինչը մի քանի տեղով եմ նայում, այդ ձևով եմ ես ավելի շատ համեմատելով եւ վերջնական որոշումը շատ արագ տալով։ Առհասարակ, ինչպես եք պատրաստում ընդլայնվել, ավելի շատ կենտրոնանում եք տեղական շուկայի վրա, թե արտասահմանյան։ Առայժմս տեղական շուկայի վրա,
մեր պլանների մեջ այնպես էր կամ խանութ կամ ստուդիա ունենալ։ Հիմա որոշումը նրա վրա է, որ ունենանք lounge ստուդիա, այսինքն գեղեցկության սրահ, որը որ կարող է նաև հաճախորդները գալ, փորձել մեր պրոդուկտները, նայել եւ գնել այնտեղից։ Ես էլ ինքս էլ հասկացա, որ այնտեղ այդքան աշխատելուց հետո անհնար է ոչ մի բան չանել։ Ես էլ ինքս էլ ստուդիայում կաշխատեմ եւ հետագան ավելի շատ արտասահման։ Մեր պլանները այնպես են, որ անգամ եթե եվրոպական շուկայից էլ պատվերներ լինեն, պատվիրեն այստեղից, այսինքն մեր կենտրոնը այստեղ է, ամբողջ պրոդուկցիան Գերմանիայից ուղարկվում է այստեղ մաքսազերծվում է, այստեղ Վաճառքը կազմակերպում եք այստեղից, հա, որպեսզի օրինակ Եվրոպայից մեկը որ եթե պատվեր անի, այստեղից ուղարկվի այնտեղ։ Մեր պլանները այդպես են, որ ինչ որ հասույթը ամեն ինչը լինի Հայաստանում։ Ու դե արդեն դեպի, ինչպես որ ասացի, Ամերիկա եւ եվրոպական երկրներ, դե եւ Ռուսաստանը այդ արդեն պլանների մեջ հետագայի պլաններն են։ Գանե երկար խոսեցինք ձեր բրենդի մասին, բայց այդպես էլ չհարցրեցի, ինչ է նշանակում Artins։ Artins-ը նշանակում է իմ ամուսնուս ազգանունը։ Այսինքն ես երբ որ ամուսնացել եմ, վերցրել եմ այդ ազգանունը, նշանակում է հարությունյան, այնտեղ իմ ամուսինը Սիրիայից է, եւ այնտեղ էս թարգմանված կերպով նշանակում է Artin։ Artins սնել հետո Artin-ները, այսպես ասած։ Գանե, Հայաստան տեղափոխվելուց հետո դուք արդեն հնարավորություն ունեցաք համեմատել երկու երկրների հասարակությունները՝ գերմանական եւ հայկական։ Ինչ պատկեր ունենք այս առումով եւ արդյոք կա Գերմանիայում ինչ-որ բան, որը կցանկանայիք, որ նաեւ հայրենիքում ունենայիք։ Հայաստանի տարբերությունը այն է մարդկանց ավելի ջերմությունը։ Մեզ դա է ավելի շատ գրավում, այսպես ասած, թե երեխաներից, օրինակ, երբ որ ես ժամանակին գալիս էի երեխաներից հետ, փոքր էին, հա, իրանք առավոտից մինչև երեկո դրսում խաղում էին, բայց Գերմանիայում այդպիսի բան չկա։ Նույն իմ տղաս էլ, ասենք թե 12-13 տարեկան հասակում, այնտեղ մենակ կարող է չգնար խանութ, բայց այստեղ օր կար, ասում եմ գնամ հիմա խանութ, այս ժամի ոնց կարող եմ մենակ գնալ, կգնաս եթե ասեմ, ասում եմ այո կգնամ։ Ուզում եմ ասեմ այդ ապահովությունը, դե ինչ ուզում ես ասես, դու զգում ես տեղ ինչպես որ տանը, հա։ Մեր ամբողջ իմ ու ամուսնուս կյանքը այնպես ա եղել, որ երեխաներին դաստիարակենք ավելի հայրենասեր։ Եվ հիմա որ ասենք թե իրանք գալիս են անգամներ, ասում ենք դուք շատ եք, այնտեղ էլ զբաղվում են տարբեր միություններով, հիմա, հա, ասում եմ, բայց դուք եք այսպես մեզ դաստիարակել։ Դրա համար այդ տարբերությունները ջերմությունն է։ Ինչ ուզում ես ասել, իհարկե դժվարություններ կան, ամեն երկիր իր դժվարությունն ունի, բայց այդ ջերմությունն ենք այստեղ զգում, իսկ Գերմանիայից ինչ կուզենայինք բերել այստեղ, այդ կարգապահությունը, որ օրենքին հարգել է։ Ուզես թե չուզես կամ դուրդ գալիս է թե չի գալիս, պետք է այդ օրենքը հարգել։ Գանե, այսօր էլ մենք ունենք բազմաթիվ հայրենակիցներ, որոնք ապրում են դրսում, բայց իրենց ամբողջ կյանքում երազում են հայրենիք վերադառնալու մասին, սակայն այդպես էլ վերջնականորեն չեն կարողանում համարձակվել եւ այդ որոշումը կայացնել։ Ինչ խորհուրդ կտաք նրանց։ Դա հեշտ որոշում չի կարելի ինչ որ մեկին մեղադրել, ասել ինչու իրանք էլ չեն վեր կենում ու գալիս, հա։ Դա ինչպես որ ես ձեզ պատմեցի, երկար process էր։ Սկիզբը դա ամուսինս էր ավելի շատ, երեխաներն են շատ սիրում, դա պետք է ցանել ընտանիքում, որովհետև իրանց ընտանիքնում են այնպես է, որ երեխաներն էլ օրինակ կողմ չեն, որովհետև մեծացրել են երեխաներին այնպես, որ իրանք այդ երկիրն են արդեն սիրում, այդտեղ են սովորել։ Իսկ մենք հակառակ էֆեկտն ենք միշտ արել, հա, որ Հայաստան սիրեն, Հայաստան գան, ամեն ինչը ամուսինս ամբողջ ասում դուք սովորեք, որ հետագայում գնաք Հայաստանին ծառայեք, այդպես։ Դե որ դա արդեն կատարվել է ընտանիքում, դրա համար մեր համար հեշտ է։ Իրանց խորհուրդ կտամ, որ երեխաներին այնպես դաստիարակեն, որ երեխաներն էլ ապագայում շատ սիրեն Հայաստանը, ամեն տարի անպայման գան Հայաստան, այդ կապը որ լինի, արդեն այդ որոշումն էլ ավելի հեշտ կլինի, իմ կարծիքով։ Ու իհարկե ամենտեղ դժվարությունները կան, պետք է մտածել կյանքիդ նպատակը ինչ է, ինչ ես ուզում հասնել, միայն այդ ինչ որ գործունեությունը չի, բիզնեսը չի, հա, այլ ինչ որ մի բան էլ ծառայելն էլ իհարկե հայրենիքին էլ ծառայեցնել քո սովորացրածը, դա հեչ խնդիր չի ինչ որ դրսում ապրելը, այլ այնտեղի սովորածը ներդնել նաև հայրենիքում, դա է կարևոր ամենը, դա խորհուրդ կտամ, ուսումնասիրեք, եկեք, անընդհատ եկեք Հայաստան, ուսումնասիրեք, ինչ կարելի է, ինչ չի կարելի, ձեզ զգացեք
Հայաստանում, հետո որոշումը կայացրեք, ինձ թվում է այդ դեպքում ավելի հեշտ կլինի։ Եվ շատերը որոշում կկայացնեն։ Գանե, շնորհակալ եմ շատ կարևոր խորհրդի եւ հետաքրքիր զրույցի համար։ Ես էլ շատ շնորհակալ եմ հրավերքի համար եւ այս հետաքրքիր հանդիպման համար։ Գայանե Արթինի պատմությունը հիշեցնում է, որ հայրենիքի հետ կապը երբեմն հասունանում է փորձի եւ ինքնաճանաչման ժամանակ։ Երբ մարդ մտովի հասնում է այն կետին, երբ անձնական ընտրությունը առավել լայն եւ ընդգրկուն նշանակություն է ստանում, այդ պահին հայրենիքը դառնում է ավելին, քան պարզապես աշխարհագրական վայր եւ հասցե։ Հայրենիքում հնարավոր է ոչ միայն ապրել եւ արարել, այլև հասնել ինքնաճանաչողության նոր մակարդակի։ Հայրենակիցը շարունակելու է պատմել մեր հայրենակիցների մասին։ Կհանդիպենք։